Մրգաշենն այս գիշեր աչք չի կպցրել։ Գիշերն էլ մարդիկ մտածում ախր ինչի համար պետք է թարլան տղին տեսնեն ինչու։ Ով ու ինչու է 52-ամյա ատամնաբույժ Արթուր Ավագյանին օրը ցերեկով իր տամբակում դանակահարելով սպանել։ Այս հարցն է տանջում մրգաշենցիներին։ Սաղին հասնող օգնող անկնահատելի մարդեր ինքը տեղից շատ լավ մարդեր։ Որ լավ տղա է միանշանակ։ Ամենքին հասնող, ամենքին լավ տրամադրում տալով։ Գյուղում պատմում են, որ կապ չուներ գիշերվա որ ժամներ, եթե մեկի ատամը ցավում էր, ընդունում էր ատամնաբույժ Արթուրը։ Ինքը յուրահատուկ մարդ էր, ինքը չկա մեկը, որ իրանից բողոքի, ամբողջ գյուղն է սգում, ամբողջ գյուղը։ Նաև կողքի գյուղերը, ինքը ատամնաբույժ ա եղել շատ լավ։ Ես քանի գյուղի համար ինքը գործեր անում, ատամնաբույժ էր, սաղին հասնում էր, գիշերվա որ ժամին ասես տանում էինք, ատամ էր քաշում օգնում էր։ Այսօր էլ բաց են ատամնաբույժի տան դռները, բայց արդեն նրա մահը սգացողների, հարազատներին ցավակցելու եկողների համար։ 52-ամյա տղամարդը 3 անչափահաս երեխաների հայր էր, 2 աղջիկների ու մի տղայի։ Երեխաներին տանը չեն տեսել հարևանները, բայց սպանված մրգաշենցու կնոջ ու մոր ծանր վիճակը նկարագրելու համար բառեր չեն գտնում նրանց համագյուղացիները, անգամ հառաչելու ուժ չունեն, պատմում են նրանց տուն մտած կանայք։ Կինը ընդունակ էլ չի խոսա, չի էլ կարում խոսա, անհաց, անջուր են, որ ասում ընդհանրապես։ Նոր բերեցին անդիտակից, չեր էլ կարողանում սկի խոսար, ենքան որ տեսել ենք, մի քիչ նստել ենք, դուրս ենք եկել։ Կինն է առաջինը ամուսնուն տեսել տան դիմաց առնաշաղախնկած, դեպքից հետո նա պատմել է, որ կամ զանգել, կամ դուրս են կանչել ամուսնուն, րոպեներ անց շունը տուն է բերել ամուսնու կոշիկը, հասկացել է, որ բան է պատահել։ Եթե հիվանդ լիներ մարդը սպասեին, այսքան ծանր չէին տանի, առողջ մարդը տնից դուրս գա ու հետ չգա, դժվար է։ 2 եղբայրներ են կասկածվում սպանության համար, նրանցից մեկը անչափահաս է ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության։ Անչափահասի նկատմամբ սպանության հոդվածով է քրեական հետապնդում սկսվել, նրա չափահաս եղբոր նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված սպանության հոդվածով։ Նրանք սուր կտրող ծակող գործիքներով բազմաթիվ հարվածներ հասցնելով են սպանել տղամարդուն, նրանց ձերբակալելու որոշում է կայացվել։ Մրգաշենում շատերն անգամ պաշտոնական այս հաղորդագրության մասին տեղյակ չեն, ով էլ տեղյակ է չի պատկերացնում, ինչ խնդիր կարող էին ունենալ 52-ամյա տղամարդն ու 2 եղբայրները։ Մենք էլ ենք լսել, չգիտենք, անգամ այդ երեխեքին չենք ճանաչում։ Ես չեմ կարծում, որ ինքը թշնամիներ ունեցած լինի։ Իրավապահները մոտակա տան տեսախցիկի տեսագրությունն են վերցրել, ըստ համագյուղացիների դեպքի հետ կապված ոչինչ չի ֆիքսել տեսախցիկը։ Հարևաններն էլ ոչինչ չեն տեսել, ձայներ չեն լսել։ Ավելի ուշ տապօգնության ոստիկանական մեքենաների ձայներից են հասկացել, որ ինչ-որ բան այն չէ։ Ես հետո որ տեսա ոստիկանները կային, մտել եմ, դիտումը նայել եմ։ Այսօր էլ տամբակում ոստիկաններ են եղել, բայց ավելի ուշ նրանք էլ են հեռացել։ Լիլիթ Սարգսյան, Հայկ Ավանեսյան, Հենրիկ Համազասպյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։